առաջնորդումը, նորարարությունը, կարողությունները, այդ բոլորով մենք էական դրական տեղաշարժ ունենք ու խոսքս ավարտելով ուղղակի կուզեի նշել, որ միակ գրավականը, որ ցանկացած ինստիտուտ ներառյալ կենտրոնական բանկը կարող է դիմակայել են արտաքին մարտահրավերներին, որոնք դեռ մենք բախվելու ենք դրանց հետ, ես այդտեղ կասկած չունեմ, դա որակյալ թիմ ու որակյալ մարդիկ ունենալն է։ Ու մենք ամեն ջանք անում ենք, որպեսզի մեր թիմը լինի լավագույնը, որտեղ մենք ուզում ենք, որ կենտրոնական բանկը լինի աշխարհի լավագույն կենտրոնական բանկերից մեկը, որտեղ նաև ուզում եմ ձեզ ազգային ժողովի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որտեղ ամեն անգամ, երբ որ ես գալիս եմ բյուջեն ներկայացնելու, ձեզ ներկայացնում եմ մեր անելիքները ու ռեսուրսի կարիքը, դուք միշտ ականջալուր եք ու մեզ օժանդակում եք այդ հարցերում, շնորհակալություն, ես այստեղ ավարտեմ խոսքը։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, հիրավի շատ հետաքրքիր էր համապարփակ լսել այն բոլոր անելիքները, որոնք եւ արվում են եւ մոտակա եւ հեռու ապագայում ակնկալվում է անել կենտրոնական բանկի կողմից, ես իսկապես բարձր եմ գնահատում նաեւ որպես այս հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի եւ կենտրոնական բանկի միջև աշխատանքը եւ ձեր ներկայացրածնել ակնհայտ է, որ կարելի ասել կոնցեպտուալ առումով ինքը տրամաբանություն է փոխում ընդհանուր առմամբ մասնավորապես բանկային համակարգի եւ այդ թվում մնացած ոլորտների մասով։ Եթե գործընկերները հարցեր ունեն, ես խնդրեմ պարոն Խաչատրյան։ Պարոն Գալստյան, մի քանի հարց տամ, թե դեմ չեք։ Առաջինը վերաբերվում է ձեր նշած քաղաքականությանը COVID-ին նախորդող, որ մենք ակնկալում ենք, որ կբարձրանա սղաճը եւ դրա համար բարձրացրեցինք տոկոսները, տնտեսությունը սառեցրեցինք։ Այո, մենք ինֆլյացիոն մեծ հարված չունեցանք, բայց փոխարենը Հայաստանի տնտեսական անկումը համեմատած շատ այլ երկրների հետ, վստահ եմ, որ դուք դա արել եք, շատ ավելի մեծ է եղել, քան թե գլոբալ միջինը։ Հիմա կարող ենք իհարկե պատերազմի հետ կապել, բայց պատերազմը սկսում ապետությունները սկսում են ավելի շատ ծախսել եւ դա տնտեսության վրա գոնե կարճաժամկետ կտրվածքով աճ է բերում, ռուսական քաղաքականությունը տեսնում ենք։ Հիմա արդյոք դուք գնահատել եք տոկոսների բարձրացումը, տնտեսության սառեցումը, ինչքանով է նպաստել այդ նվազման, որովհետեւ եթե 99 թվականը վերցնենք որպես 0 2000-2001 թվականներին, ինչ որ մենք կարծեմ 2002 թվականին նոր դուրս եկանք 99 թվականի մակարդակին։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը վերաբերում է բանկային ծառայությունների ինֆլյացիային։ Այսինքն 24 ժամ չկա, ես բանկերից մեկից էլի email եմ ստացել, որ ծառայությունները բարձրանում են։ Ու իրանք փոխարեն ուզում են դա կոմպենսացնել ինչ որ մի ծառայության չեմ ուզում կոնկրետ ասեմ, որ չիդենտիֆիկացվի, ինչ-որ մի ծառայության սահմանաչափի մեծացման, բայց այսինքն վերցնում են այն ինչ որ ես ուզեմ, չուզեմ պետքա վճարեմ, թանկացնում են, բայց առաջարկում են մի բան, որը ես չգնամ այդ բանկում իր հաճախորդներից քանիսն է օգտվում այդ սահմանաչափը։ Ես խնդրեմ նշեք, դուք հաշվարկներ արել եք, արդյոք թե բանկային ծառայությունների ինֆլյացիան ինչքան է կազմում։ Եվ երրորդ հարցը կապված, եկեք 4 հարց տամ, երրորդ հարցը կապված այս լիկվիդայնության հետ, այսինքն իրոք ունենք ահռելի լիկվիդայնություն, որը ցույց է տալիս, որ բանկերը փողը վերցնում են, բայց չեն կարողանում տեղաբաշխեն։ Եվ հիմա էլ տեղաբաշխված գումարների հետ կապված, այսինքն բանկերը եւ ֆինանսական այլ կազմակերպություններ էապես ֆինանսավորում են սպառումը։ Տեսնում ենք, չէ՞, բուն տնտեսության, իրական տնտեսության ֆինանսավորման ծավալները համեմատած սպառման ֆինանսավորման հետ երևի կրկնակի ավելի քիչ են։ Այսինքն եթե նայենք եւ 1/3 սպառողական վարկեր, 1/3 հիպոթեք, մնացածը չգիտեմ, գյուղատնտեսական վարկեր եւ այլն, բայց բուն արդյունաբերության ֆինանսավորումը ելնի 2-3 անգամ ավելի քիչ է, քան սպառման ֆինանսավորումը։ Այդ հարցերի կարգավորման ինչ լուծումներ եք առաջարկում, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Գնաճի հետ կապված, պարոն Խաչատրյան, անկումը Հայաստանում եղել է 20 թվին։
Մենք տոկոսադրույքը սկսել ենք բարձրացնել 20 թվականի դեկտեմբերին, այսինքն մեր տոկոսադրույքի բարձրացումը անկման վրա որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։ Մեր բարձրացումից հետո 21-ին, եթե ես չեմ սխալվում, մենք ունեցել ենք 7% տնտեսական աճ, 5.8 ներողություն, 5.8, հետո ունեցել ենք 12.6, հետո ունեցել ենք 22-ին, 21-ին ունեցել ենք 5.8, 22-ին ունեցել ենք 12.6, 23-ին ունեցել ենք 8 քանի, 7 քանի եւ 7 քանի։ Այսինքն մեր քաղաքականությունը հենց նպատակադրված է նրան, որ մենք մինիմալ ծախսերով անենք տնտեսության համար այդ, որովհետեւ մեր տոկոսադրույքի որոշման կարևոր կոմպոնենտներից մեկը դա պոտենցիալ հնայի եւ հնայի տարբերությունն է, ինչպես գիտեք Թեյլորի կանոնով։ Այսինքն մենք անընդհատ դրան նայում ենք։ Հենց որ ծախսերի տեսանկյունից ես կարծում եմ, որ շատ խելամիտ ենք եղել ու ավելի վատ է այն երկրների վիճակը, որոնք մինչև հիմա հələ թարգեթին չեն հասել քաղաքականության երկիմաստության կամ բևեռացվածության պատճառով։ Ինչ վերաբերում է բանկային ծառայություններին, ես մեկ անգամ այդ հետազոտությունը, որ արել էինք, ընդհանուր ծառայությունների գնաճը Հայաստանում մոտարապես 30% էր, բանկային ծառայությունների գնաճը 7% էր։ Այսինքն այդ ներառում էր նաև բոլոր տիպի ծառայությունները ու բանկերին, բայց ես չեմ ասում 7% էր այդ ժամանակ, որ արել էինք, բայց ես 24-ի վերջն էր, եթե չեմ սխալվում։ Եթե իմ ներկայացրածի մեջ ես երկու բան ասացի կարևոր, որոնք որ վերաբերելու է մրցակցությանը, ու այդ երկրորդը, որը open banking-ի ներդրումն է, ես կարծում եմ այդ լինելու է game changer առանցքային փոփոխություն, որպեսզի դուք կախված չլինեք մի ինստիտուտից, այլ շատ հանգիստ կարողանաք ընտրել այն ինստիտուտը, որը տալիս է այդ ծառայության համար լավագույն գինը։ Ինչ վերաբերում է լիկվիդայնությանը ու տեղաբաշխմանը, բանկերի կողմից լիկվիդայնության պահելը բարձր մակարդակի վրա մի քանի բացատրող փոփոխական ունի իր մեջ, ու բացատրողներից երևի թե ամենակարևորը դա բանկային համակարգի արտահանելի դառնալն է։ Այսինքն բանկերը այսօր սպասարկում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին, այլ բանկերը սպասարկում են նաև ոչ ռեզիդենտների։ Ու շահույթի մի զգալի մասը գալիս է իրանց ոչ ռեզիդենտների հետ փոխհարաբերություններից։ Շատ մեծ մասը։ Այո, հիմա այդ ծառայությունները, որը մատուցվում է, այդ գումարները, որը գալիս են, ես կարծում եմ այդ գումարները ներդնել օրինակ երկարաժամկետ հիպոթեկային վարկերի մեջ, եթե դու չգիտես այդ քո մոտեղած գումարի ժամկետայնության թեները, էլի համոզված չես դրանում, դրա համար էլ երևի թե լիկվիդայնությունը այս մակարդակի վրա է։ Ու տեղաբաշխման տեսանկյունից դուք ասում եք սպառողական, հիպոթեկային, ճիշտ եք ասում, ես հիպոթեկային այդքան սպառողական չէի դիտարկի, որովհետև ինքը ներդրումային է իր էությամբ նաև, բայց ավելի կարևոր փոփոխություններ ունենք։ Մի քանի օր առաջ բանկերը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տվեցին մեծ սինդիկացված վարկ, $300 միլիոն վարկ, Firebird-ին։ Այսինքն, եթե կան իրական հատվածում մեծ պրոյեկտներ, այսօր բանկերը չափի ու կարողությունների շնորհիվ կարող են այդ տիպի պրոյեկտներ ֆինանսավորել։ Իսկ ավելի լավ պրոյեկտ, քան օրինակ Firebird-ն է, չգիտեմ։ Ու 300 միլիոնը փոքր գումար չի։ Խնդրեմ։ Լավ, Firebird-ին հերթագակ խոսենք, նաև թե ինքնին ճնշում է դնելու էներգետիկ համակարգի վրա, նաև ձեր հետ, որտեղ դուք Firebird-ի անունը տվեցիք։ Հիմա խնդիրը, որտեղ հասկանում եք, ինչ մասն է խոսքը գնում Firebird-ը ինչքանով ազդելու մեր տնտեսության վրա, ինքը հասանելիություն է տալու, բայց արդյոք game changer-ը լինելու, ինչ ճնշում է բերելու էներգետիկ համակարգի վրա, սակագների վրա ոնց է ազդելու, ատոմակայանի խնդիրներն էլ ոնց է լինելու, ակտիվ եւ ռեակտիվ հոսանքները արևային կայանի գեներացված։ Ես կարծում եմ, որ լավ խնդիր է, էլի լուծելու։ Քնես բարձ խնդիր է, էլի, այսինքն հա, էլի։ Այսինքն քանի չենք լուծել, դեռ չգիտենք ինչ է։ Հիմա տեսեք, 24 թվականին, եթե չեմ սխալվում, մեր սաղաճը 3.5, 4, հա, այդքան էլ չէր ասում։ 24-ին 4-ից ցածր ենք եղել։ Այդ եմ ասում, այսինքն բանկերը կրկնակի ավելի թանկ են եղել, բանկային ծառայությունները կրկնակի ավելի թանկ են, քան թե մնացած ամեն ինչը։ Այդ այն դեպքում, երբ կենտրոնական բանկը գալիս եւ ասում էր, եկեք վերջ կանխիկից հրաժարվում ենք, սաղին համարյա ուժով
տանում էին բանկային համակարգ եւ դա արդարացնում էին նրանով, որ բանկային ծառայությունների գումարը կընկնի։ Բայց 7% կրկնակի ավելի մեծ ա եղել աճը, Կուտակային աճը, մենակ Հասկացա։ 24-ով չէ։ Okay, 24-ի աճը գնաճը համատում եք ընդհանուր կուտակային աճի հետ։ ես լավ եկեք նույն լեզվով խոսենք, լավ 24-ի աճը ինչքան ա եղել, որ ես համեմատեմ ներկայացված, ուրեմն Վիժկոմի ներկայացված սաղաճին, այս լավ, այդ մի խնդիր է։ Հիմա լավ, իրական տնտեսական ֆինանսավորման մասին այս մենակ Firebird-ի օրինակն է, բայց ուրիշ խնդիր է։ Եկեք ընդունենք, չէ, այդ բերեցիք, բայց եկեք ընդունենք մի բան, լավ։ Այսօր մենք ունենք հսկայական ներդրում բանկերի կողմից տեղաբաշխում սպառողական վարկերի մեջ, սպառողական վարկերը տեսնում եք ինչ վիճակում է, ասկան գոնե կենտրոնական բանկի տրամադրած տվյալներով, որ ես խնդրել էի, հոկտեմբերի 1-ի դրությամբ կես տրիլիոնից ավել մայրգումար տոկոս տուժտուգանքներ, ասկան իրանք տալիս են սպառողական վարկեր, բնակչության մեջ 300,000-ից ավել մարդ, այսինքն չափահաս անձանցից երևի 6-ից 1-ը ունի սպառողական չգործող վարկ, անուսալի վարկ։ Մնացած սաղ սպառողական վարկերի մեջ են։ Զգալի մասը դա գալիս է խաղատներից իհարկե, այդ էլ ենք հասկանում։ Հիմա դա թողած մենք մյուսը հիպոթեկային խնդիր, եթե երկրորդ, երրորդ բնական լինի, դեռ կհամաձայնվեի, որ դա ներդրում է, բայց մեծամասնությունը առաջի բնակարանն է, այսինքն նույնիսկ եթե կես-կես անենք, մեկը կստացի, որ բանկային պորտֆելի զգալի մասը գնում է սպառման ֆինանսավորման վրա, մեր ֆինանսական հատվածը եւ իրական հատված իրար հետ չեն խոսում։ Հիմա կենտրոնական բանկը ինչ դրան էլ հիմա եկեք ավելացնենք նաեւ կենսաթոշակային հիմնադրամ։ Ֆոնդերը ներողություն եմ խնդրում։ Հիմա այս հարցը վստահ է, որ մտահոգում է կենտրոնական բանկին, չի կարող չմտահոգի։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ինչ որ քաղաքականություն իրականացվելու է իրավիճակը փոխելու համար։ Շնորհակալություն։ Եվ նաև այս risk-based supervision էս իհարկե լավ որ ասիկ, բայց ես հիշում եմ 97, 98-ից սկսած կենտրոնական բանկում մի հատ IMF-ը ռեզիդենտ ներկայացուցիչ ուներ, կանադացի էր, անունը չեմ հիշում, մի հատ էլ ամերիկացիներ իրան հիշում եմ, Cliff Ruder էր, բանից էին, Bearing Point-ից էին, այսինքն այդ տենց երկար գալիս է եւ շատ լավ է, որ քիչ-քիչ աճում ամեն ինչ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է վարկային պորտֆելին, բնականաբար ժամանակի ընթացքում ես չգիտեմ, էլի, ես օրինակ կնախընտրեի, որ երկրում կարևորագույն պրոյեկտները, որոնք որ իրականացվում են, ոչ թե լինեին բանկային վարկի ֆինանսավորման, այլ լինեին կապիտալի շուկայի ֆինանսավորման։ Այսինքն, այդտեղ կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգ կա կառավարության կողմից, որին մենք պիտի օժանդակենք ակնհայտորեն ու կբերենք նոր մոտեցումներ ժամանակի ընթացքում, այնց որ բանկերը որպես կանոն ինձնից լավ գիտեք Ամերիկայում, չէ՞, իրանք չեն ֆինանսավորում մեծ պրոյեկտներ, իրանք ֆինանսավորում են շրջանառու միջոցներ։ Հիմա այդ ընտրության հարց է, ու Ամերիկայում էլ բանկերի պորտֆելները որ նայեք, համոզված եմ կտեսնեք, որ սպառողական վարկերը, հիպոթեկային վարկերը իրանք էական դոմինանտ դեր ունեն, որտեղ այնտեղ կապիտալի շուկան զարգացած է։ Կոնտինենտալ Եվրոպան ուրիշ է, այո, միանշանակ։ Կոնտինենտալ civil code-ով ենք աշխատում։ Այո։ Եվ տրամաբանությունն են անում, որ civil code պետք է տենց էլ գործի։ Հիմա ինչ վերաբերում է բիզնես վարկերին, ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ իրական հատվածը տնտեսության ինչքան կարողանա գեներացնել նորմալ որակյալ պրոյեկտներ, այնքան ֆինանսավորում կստանա թե բանկերից, թե ներբաներից, կենսաթոշակայիններից, որտեղ գումարներ կան։ Ես այն օրը Firebird-ի միջոցառման ժամանակ էլ գոլեգաներին ասացի, որ ինչքան լավ պրոյեկտներ լինեն, այդքան ֆինանսավորում երկրում կա։ Բարեբախտաբար մենք եկել հասել ենք մի կետի, որտեղ որ բուֆերները ու խելամիտ քաղաքականությունն են ցած զուգորդվել, որ մենք ունենք այդ հնարավորությունը։ Այսինքն ստիպված չենք լինելու անընդհատ գնալ դրսից ինչ որ միջոցներ ներգրավել, արդեն ունենք ներսում կենտրոնացված լոկալ ռեսուրս, որը կարա տնտեսության զարգացմանը ծառայի։ Այդտեղ ուղղակի պարոն Խաչատրյան, εσείς լավ գիտեք, խորքային խնդիրներ կան։ Իրական հատվածի որոշակի ավելի էֆեկտիվ աշխատելու հարցեր ունենք։ Թափանցիկություն, կորպորատիվ կառավարում, ռեյտինգներ, աուդիտ անցնել եւ այլն։ Հիգիենայի պայմաններ, որը ցիվիլ բիզնեսի մասին է խոսում։ Այն բիզնեսները, որոնք որ այդ տիպի բաներն են, ես շատ զարմացած եմ, ես վերջերս նայում եմ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման բաները։ Հա,
բայց ես նայել եմ անհատական մակարդակով, այսինքն վարկ, բնականաբար։ Ես տեսա, որ կա զգալի մաս ՓՄԶ-ների, միջին ավելի շուտ ոչ թե փոքր, ովքեր որ 11%-ից սկսած վարկ ունեն։ Այն պարագայում, որ պետությունն է պարտքով փող վերցնում կամ բանկն է պարտքով փող վերցնում 10%-ին մոտ, բիզնեսները, որոնք որ լավն են, ստանում են 11-ից 12%-ով դրամային բիզնես վարկեր։ Կա իհարկե 19%-ով, բայց այդտեղ որակի հարց է։ Ու դրա համար մեր այս վերջին ծրագիրը, որը որ մենք հիմա իրականացնում ենք, ուղղված է լինելու լավերին օժանդակելու, այսինքն այն ՓՄԶ-ները, որոնք որ նորմալ հարկերը վճարել են, նորմալ վարկերը մարել են, մենք բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ այդ ՓՄԶ-ների վարկային միջոցների որոշակի էժանացում է տեղի ունենալու։ Այս պայդրությամբ մեր գնահատականով 1-ից 1.5%, որը էական է։ Վարկի տոկոսադրույքի 1.5-ից 1.5% նվազում։ 500 հոգի աշխատող չունի։ Քնա պրոբլեմը, 500 հոգի Հայաստանի համար կատաստրոֆա, պետք է վերանայել եւ միջազգային։ Հիմա փորձում ենք, որովհետև տարբեր միջազգային, որտեղ ՄԻ վրա դա գործում է, ՓԻ վրա չի գործում։ Դա հիմա փորձում ենք ունիֆիկացնել նաև ՓԻ սահմանումը, որովհետև բանկերի մոտ մի սահմանում է, միջազգային կազմակերպությունների մոտ այլ սահմանում է, օրենքով այլ սահմանում է։ Ես միանշանակ կողմ եմ այդ Ունենք էլ ինչ-որ որ ունենք։ այո, սահմանման հետ մեր խնդիրներին եւ ոչ միայն ՓՄԶ-ի մասով, մենք մնացած մասով էլ ըստ երևույթին, բայց եւ որքանով նաև տեղյակ եմ արդարադատության նախարարությունը արդեն իսկ աշխատում է նման նախագծի վրա, որպեսզի հստակեցնի ընկերությունների եւ այս մասով մի հարց էլ ճիշտ ասած, պարոն Գալստյան, այնց խրթին հարց պիտի տամ, էլի բանկերի վարկավորումը համենայն դեպս իմ տեղեկությամբ հաշվի առնում նաև, այսինքն վարկառուի հետ ինքը ունի իր առանձին հարաբերությունները եւ չի հիմնվում միայն հայտարարագրված եկամուտների վրա, այսինքն բանկը ինքը իր հաշվարկներն է անում, ծանոթանում է բիզնեսի բոլոր, այսպես ասած, այդ թվում պետությունից փակ մասերին եւ ըստ դրա գնահատում եւ վարկավորումը, որը ըստ իս վարկավորման տոկոսադրույքը կարող է ես սխալվում եմ, բայց ավտոմատ նաեւ մեզ համար է դառնում այդ բեռ այդ տոկոսադրույքը, որովհետև եթե դու գնահատում ես դա ոչ սպիտակ եկամուտ, այսինքն մարդու սև եկամուտը հաշվի առնելով նույնպես վարկավորում ես, հետևաբար ռիսկայնությունը ավելի բարձր է, հետևաբար տոկոսադրույքը ավելի բարձր է, եւ դա ընդհանուր կարելի ասել բոլորիս վրա մի քիչ նստում է, այդ թվում սպիտակ եկամուտով աշխատող կազմակերպությունների եւ մարդկանց վրա։ Ինձ հետաքրքիր է այս մասով ինչ միջազգային փորձը ինչ է մեծ հուշում, արդյոք բանկային համակարգերը չպիտի հիմնվեն միայն թափանցիկ եւ հայտարարագրված եկամուտների հիման վրա եւ ինչ ռիսկեր է նաեւ պարունակում դա համընդհանուր։ Ես կարծում եմ, որ դա կլինի լավագույն լուծումը ըստ էության, եթե բանկերը աշխատեն միայն այն հաճախորդների հետ, ովքեր որ ներկայացնում են բաց թափանցիկ հաշվետվողականություն։ Ուղղակի այդտեղ անցման փուլը կարող է պրոբլեմատիկ լինի, որովհետև դուք հասկանում եք, որ կլինեն ընկերություններ, ում որ վարկավորում չիրականացվի, ինչը կազդի տնտեսական աճի վրա, հա։ Ու արդեն այդ տիպի մարդիկ կամ այդ տիպի կազմակերպությունները կգնան, կսկսեն այլ միջնորդներ ման գալ, որոնք որ կվերցնեն ավելի։ Այսինքն այդտեղ մի քանի ասպեկտով է պետք է այդ խնդրին նայել ու անցումն է պրոբլեմ։ Եթե մենք օրինակ ի սկզբանե ունենայինք մաքուր կամ համակարգը ներդնելու փուլում լինեինք, կդնեինք այդպես, բայց ժառանգություն կա, որը որ Ինչ վերաբերում է սպառողական վարկավորմանը, այդտեղ որպես կանոն հիմա արդեն չեն նայում այդքան ֆինանսականին, այլ նայում են վարկագծային, այսինքն իրանց սկորինգային մոդելների մեջ քո սոցիալական ինչ-որ ցանցեր, քո վարկագծային դրսևորումներ, քո վճարելու բան եւ այդ տիպի խնդիրներ է դրանց ալգորիթմիկ լուծած, ու այստեղ ավելի հեշտ է։ Ընկերությունների հետ մի քիչ ավելի ես կարծում եմ պետքա զգուշ լինել ու ավելի շրջահայաց բոլոր կողմերից նայելու տեսանկյունից։ Շատ լավ, մեկ էլ պարոն Գալստյան, կուզենայի ապահովագրական ընկերությունների մասով մի փոքր բացեիք, ինչ եք տեսնում, զարգացման ինչ հեռանկար կա, օրինակ ապահովագրական ոլորտում, ասացիք, որ կյանքի ապահովագրության նոր գործիք է ներդրվելու, որը ըստ էության կարելի ասել լրիվ նորություն է մեր շուկայի համար, այսինքն նման գործիք ընդհանրապես չի եղել շուկայում, հետևաբար եթե կարելի է մի փոքր բացեիք։ Սիրով, մենք
Գրավեի հետ մեր բանակցությունների հենց ամենաառանցքային էլեմենտը էր, որ գրավեն, որը որ ունի կյանքի ապահովագրության 100-ամյակից ավելի պատմություն, Հայաստան գալով այդ մշակույթն է բերելու։ Ու հիմա արդեն տեղական ընկերություններն էլ սկսել են որոշակիորեն ակտիվացում ցուցաբերել, որովհետև իրանք տեսնում են, որ կյանքի ապահովագրությունը դա ոչ միայն մարդու կյանքը ապահովագրելն է, այլ երբ որ քո կենսաթոշակային տարիքը գալիս է ու դու քո կենսաթոշակային գումարը պիտի անուիթետի տեսքով բաժանես պիրուդների, որ կարողանաս համարժեքորեն ինչ-որ գումարներ ստանալ, այնց այդ կյանքի ապահովագրությունը, այսինքն ինքը ինվեստիցիոն պրոդուկտ է։ Մենք հիմա դիտարկում ենք օրինակ տարբերակ, որտեղ ունենք մենք life non-life տարբեր լիցենզիաներ, կյանքի համար մի լիցենզիա, ոչ կյանքի համար մի լիցենզիա, հիմա կարող է այդ լիցենզիաները միավորենք, որը որ ավելի կհեշտացնի ընկերությունների գործունեությունը։ Նպատակադրումը մեկն է, թե բանկերում, թե ապահովագրականներում միջազգային լավագույն փորձի կամ միջազգային խաղացողների ներմուծումն է այդ շուկա, որտեղ ես կարծում եմ, որ այդ ոչ միայն փողի մասին է, այլ կապիտալի, որ իրանք բերում են, այլ գիտելիքի ու կարողությունների մասին է։ Շատ լավ, մեկ էլ կուզենայի մի հարց տալ, թե որքանով է դա կապված օրինակ մեր առողջության համապարփակ ապահովագրության ունեցած բազայի հետ, այսինքն եթե այդ ինֆորմացիան, որը կկուտակվի դրա արդյունքում, օրինակ այդ բազան, որքանով դա կիրառելի կլինի հետագայում ապահովագրականների կողմից, դա իրար հետ Միանշանակ, ինչքան Արմեդը լավ աշխատեց, ինչքան մենք թափանցիկ ինֆորմացիա ունեցանք պատահարների մասին, բուժառուների մասին, հիվանդությունների մասին, այնքան առաջարկվող ծառայությունները թե գնի թե որակի տեսանկյունից նպատակադրված կլինեն հաճախորդի կարիքները բավարարելուն ավելի լավ գնով։ Ես կարծում եմ Արմեդը ժամանակի ընթացքում ինքը շատ ավելի որակյալ ինֆորմացիա կկուտակի իր մոտ, որտեղ շատ ավելի շատ մարդ կդիմի, այդ հավելյալ ինֆորմացիան հնարավորություն կունենանք կիսվել մասնավորի հետ, ու մասնավորը արդեն երբ որ իր պրոդուկտները կառաջարկի ձեզ կամ ինձ, ինքը շատ ավելի tailor կլինի ու նպատակային։ Հարգելի գործընկերներ, այլ հարցեր կան։ Ես էլ հարց ունեմ, պարոն Գալստյան, եթե դուք ինչ-որ խոսք ունեք ասելու, վերջնական խնդրեմ։ Չէ, ուղղակի երկու բան, ես կարծում եմ, որ շատ շնորհակալություն համատեղ աշխատանքի համար, վստահության համար։ Ես կարծում եմ, որ մեզ էլի բավականին բարդ ժամանակ է սպասվում առջևում ցավոք ու ոնց որ ես ինչքան մտածում եմ էլ հանգի ժամանակ չի լինելու հենց որ բոլորս պիտի ջանքերը լարենք որպեսզի մեր տնտեսությունը հնարավորինս զերծ պահենք այն հարվածներից որ գալու է ու ասում եմ եթե մենք այն օրենսդրական փոփոխությունները որը նախատեսում ենք այդ երկու հիմնականը կարողացանք անել մոտակա 5 տարվա կտրվածքով ես կարծում եմ մենք էական բեկումնային փոփոխություն կունենանք համակարգում շնորհակալություն Շնորհակալ եմ, պարոն Գալստյան, իրավի պետք է բոլորս ամուր կանգնենք մեր պետության եւ անկախության մեջքին, այդ թվում ամբողջ գործիքակազմով, որը հասու է բոլոր գերատեսչություններին, ամեն մեկը իր մասով։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քվեարկել Մարտին Գալստյանի թեկնածությունը նախ տեխնացիոնը հաստատելու մասով քվեարկություն կունենանք եւ երկրորդը պետք է խնդրեմ Չէ, մնում եք։ Եվ երկրորդիվ պետք է խնդրեմ քվեարկությամբ պետք է հաստատենք, որ հարցը կքննարկվի մայիսի 5-ին կայանալիք նիստերի ժամանակ։ Հետևաբար առաջարկում եմ քվեարկել Մարտին Արտաշեսի Գալստյանի տեխնացիոն եւ ազգային ժողովին այդ պաշտոնի տեխնացու առաջադրելու վերաբերյալ հարցը ովքեր են կողմ։ Դեմ ձեռնպահ չունենք։ Պարոն Խաչատրյան, դուք չեք քվեարկել, շատ լավ։ Ավելի պարոն Խաչատրյան, լավ, ովքեր են կողմ, որպեսզի առաջկա մայիսին գումարվող նիստերին, մայիսի 5-ին գումարվող նիստերին քննարկենք սույն հարցը։ Շնորհակալություն, օրակարգը սպառ